Նաև հերոսի մայր, ինչ զգացիք, որևէ հայաստանցի Փաշինյանին պատվիրակել է նման կերպ խոսալ Արցախի մեր հայրենակիցների հետ։ Որ ասեմ գլուխը պատին ա տվել ուղիղ եթեր ա, խնդրում եմ չկրճատեք էլի։ Ես իրեն նախ մարդու տեղ չեմ դնում, ղեկավարի տեղ չեմ դրել, չեմ ընտրելու, Աստված չանի չընտրվի, հանկարծ ընտրվի, ես ասել եմ, դե Աստված կանչենք, որ ինքը հանկարծ չընտրվի, ես մի քանի ամիս առաջ ինքը ասում էր 10,000 դրամը ինչ են անելու, հիմա նոր ընտրությունների նախօրյակին ինքը ուզում է ընտրվի, հայ ժողովուրդ, հիշեք մեր զոհերին, հիշեք մեր եռաբլուրը, հիշեք մեր ծերնակաբերդը, հիշեք մեր ցեղասպանությունը, Նիկոլը թուրք է, ինքը դավաճան չի, ինքը թուրք է, ինքը հայ ժողովուրդի վերջն է ուզում, խնդրում եմ, նորից եմ խնդրում, մի 1000 անգամ խնդրած կլինեմ, խնդրում եմ, իրեն չընտրեք, գնացեք ընտրեք արժանավուն մարդուն, որպեսզի կարողանա համախմբվել հայ ժողովրդին, այս գլուխն է պատին ա տվել, որ Արցախի հերոսի, զոհված հերոսի աղջկա հետ է բանավեճի ա մտել այսօր, այդ զնաչոկը բաժանելով, բա դա Հայաստան ա, որ զնաչոկ բաժանելով մանես գալիս, այ գիշ, այ ոչլոտ, հերեք չի մեր երկիրը, ժողովուրդին խայտարակեց, հայ ժողովուրդը այս ընտրյալ քրիստոնյա ժողովրդի ընտրյալ ժողովուրդին խայտարակել ես գլուխներս կախենք ման գալիս, գնա ստոր, գնա, թեկուզ առած պատժի, գնա որ ապրենք, շատ եմ ժողովրդին խնդրում եմ, բոլորդ էլ միահամուռ ոտքի կանգնենք, ընտրությունների մասնակցեք, արժանի մարդուն ընտրենք, որպես ես ոչ լոտը գնա, ինքը մեզ արժանի չի։